Մի քանի օր առաջ նկարների բաժնում մի բավականին հետաքրքիր գեղեցիկ աղջիկը նկար էր տեղադրված, մակագրության վրա այսպես էր գրված. հայ աղջիկ Կարսից, Արևելյան Անատոլիայից։ Մի քանի հոգի գրել էին, որ գրառումը սխալ է։ Իհարկե սխալ է։ Արևելյան Անատոլիա նշանակում է արևելքի արևելք։ Բայց նմանատիպ նկարներով գրառումները դրանք թուրքական կայքերից են վերցված։ Կամ կայքեր, որոնք աշխատացնում են Թուրքիայի հայերը, նման կայքեր նույնպես կան։ Մի քանի օր առաջ նյութ էի տեղադրել, ուրեմն տեսանյութի տակ հենց 1 թե 2 ժամ հետո ինչ-որ մեկը մի մեծ դասախոսություն գրեց։ Թեմային վերաբերում էր, բայց ոչ այնքան։ 2 տողով պատասխանեցի։ Նորից մի ամբողջ դասախոսություն գրեց։ Ես ելի 2 տողով պատասխանեցի եւ այսպես առավոտից մինչեւ իրիկուն։ Գործընթացը նմանն է նրան, երբ ամռանը տաք ասֆալտով քայլում ես եւ ոտքիդ տակ ծամոն է ընկնում եւ չգիտես թե ինչ անես։ Ծամոնին էլ հավանաբար թվում է, թե ինքը լավագույն գործն է կատարում։ Լավ է, որ համացանցը գործիքներ ունի, որը կոչվում է արգելափակում։ Սրանից հետո մտքիս եկավ այսպիսի մի բան. համացանցում մի ժամանակ մեկը կար, որ անընդհատ հայոյում էր։ Ելույթների ժամանակ 3-4 բառը հայոյանք էր։ Մի մասը լսում էին, մի մասը չէին լսում, մի մասի դուրը գալիս էր, մի մասի դուրը չէր գալիս։ Իսկ ես վերջերս մտածեցի, որ ամենայն հավանականության մարդուն են հասցնում այդ վիճակի, որ սկսում է հայոյել։